Ամերիկյան Los Angeles Times թերթը հատուկ թողարկում է նվիրել Հայաստանին, լուսաբանելով երկրի ներդրումային մթնոլորտը և տնտեսական իրավիճակը։ Հոդվածում նշվում է, որ երկրի զբոսաշրջության ոլորտի ամենամեծ նախագծերից մեկը Մայլեր լեռնային հանգստավայրն է, որի արժեքը կազմում է մոտ 1,3 միլիարդ դոլար։ Հանգստավայրը հայտնի է 21 կիլոմետրանոց լեռնադահուկային լանջերով, սակայն ապագայում դրանց երկարությունը նախատեսվում է հասցնել ավելի քան 100 կիլոմետրի։ Հրապարակման մեջ նաև նշվում է, որ ձմեռային սպորտաձևերից բացի ապագայում հասանելի կլինեն զիփլայններ, լեռնային և հեծանվային արահետներ և այլն։ Իդեպ գերմանացի դահուկորդ աշխարհի բազմակի և Գինեսի ռեկորդակիր Քրիստիան Ֆլյուրը օրերս նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել հենց Մայլեր հանգստավայրում։ Նա ընդամենը 1 ժամում դահուկներով իջել է ուղղահայաց լանջերով 5861 մետր, գերազանցելով 15 տարի պահպանված ռեկորդը։ Մարզիկի խոսքով իր առաքելությունը ոչ միայն ռեկորդ սահմանելն է, այլև հայկական լեռնադահուկային լանջերը հանրաճանաչ դարձնելը։ Նա կարծում է, որ երկիրը մեծ ներուժ ունի ձմեռային զբոսաշրջությունը զարգացնելու համար։